Պարոն Մխիթարյան, այս պահին Սահմանադրական դատարանում քննվում է ընտրությունների արդյունքները, կխնդրեմ նշեք, թե ինչ սպասելիքներ ունեք եւ այս հավաքը ինչ կոչ է։ Սահմանադրական դատարանում քննվում է 7 կուսակցությունների միացյալ ըստ էության, որովհետեւ Սահմանադրական դատարանը այդ որոշումը կայացրեց միացյալ հայցը, որպեսզի կայացած ընտրությունները համարեն չկայացած, այսինքն անվավեր ճանաչվի եւ դա հիմնավոր է, որովհետև խախտումների քանակը ահռելի չափերի է, աննախադեպ չափերի է, ընդ որում խախտումների մասին, երբ որ մենք խոսում ենք, սա որպես ասում եմ ընտրական իրավունքի մասնագետ եւ ավելի քան 15 տարվա դասախոս ընտրական իրավունքի։ Երբեք այսպիսի չափով ընտրախախտումներ մենք չենք ունեցել, որոնք վերաբերում են ոչ միայն ընտրությունների օրվան, քվեարկության օրվան, այլ նաեւ նախընտրական շրջանում։ Փետրվարի 7-ից սկսած։ Դրանք իսկապես աննախադեպ շատ չափերի են, որոնք էական ազդեցություն ունեն ընտրությունների արդյունքի վրա։ Իսկ ընտրությունների արդյունքները չեղարկվում են, եթե նույնիսկ մի փոքր կասկած կա, որ ընտրությունների ընթացքում, ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին որոշակի ձևով ազդել քվեարկության արդյունքների վրա։ Իսկ սա ակնհայտ է։ Իսկ այստեղ ես տեսնում եմ փաստորեն մեր ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք դե մարդիկ կան ասում են, բա ուր են մարդիկ, որոնք չեն բողոքում, ուր են հաշտ են այդ իրավիճակի հետ։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ հաշտ չեն։ Եվ ամեն անգամ չի որ պետք է այդ մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն եւ իրենց այդ անհաշտությունը հայտնեն։ Այդ անհաշտությունը կարող է լինել մի պահ եւ վերջնական։ Կոնկրետ ինչ խախտումներ եք ներկայացրել Սահմանադրական դատարան։ Հայաքվեն աջակցում էր Ուժեղ Հայաստանին։ Ուժեղ Հայաստանը ինչ ընտրախախտումների մասին է բարձրաձայնել ներկայացրել Սահմանադրական դատարան։ Ընտրական խախտումները մի հսկա թղթապանակ է։ Ընտրական խախտումների վերաբերյալ մի քանի կատեգորիաների ընտրական խախտումներ կան, ուրեմն դրանցից ամենաշատ խախտումները վերաբերում են վարչական ռեսուրսի օգտագործմանը։ Սա ամենաշատ խախտումներն են, որոնք ընդհանուր խախտումների մեջ ավելի քան 1/3-ն է կազմում։ Վարչական ռեսուրսի օգտագործումը այնպիսի խախտում է, որը չես կարող կոնկրետ չափել, ցավոք սրտի, բայց նրա ազդեցությունը էական է, որովհետև դա ենթադրում է օրինակ դպրոցների օգտագործումը քարոզարշավի ժամանակ, մարդկանց ահաբեկելը, որ աշխատանքը կկորցնեն, եթե այս ուղղությամբ չքվեարկեն։ Մարդկանց ցուցակների կազմումը նախապես եւ նրանց վրա որոշակի ազդեցությունը, կողմնորոշումը, ուղղորդումը եւ մնացած բաները։ Այս ամբողջը էական նշանակություն ունի։ Բայց ես ասեմ, շատերը չեն նկատել, ամենամեծ խախտումը այն է, ուշադրություն, որ մեր շուրջ 60,000 հայրենակիցների, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք անձնագրերը ուղղակի ստացել էին Ստեփանակերտից, նրանց ուղղակի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը։ Մենք այս հարցը բարձրաձայնել ենք միջազգային հանրության առաջ, միջազգային դիտորդների առաջ եւ նրանք եւս արձանագրել են սա։ Սա ամենամեծ, որ արցախցիները կարող էին մասնակցել ընտրություններին։ Այո։ Երբևէ չեն մասնակցել Հայաստանում։ Արցախցիները 21 թվականի ընտրություններին մասնակցել են քվեարկության, ովքեր եղել են օրինակ Երևանում։ Ցավոք սրտի այս անգամ պատճառաբանությամբ անհիմն, որ նրանք գրանցման հասցե չունեն, չգիտեմ, ինչ որ անհիմն պատճառաբանությամբ նրանց ուղղակի թույլ չեն տվել։ Բայց սա ամենամեծ ազդեցությունը ունի ընտրությունների արդյունքների վրա։ Շատերը սա չեն նկատում։ Նրանք նույն ձևի Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես եւ ես։ Ոչ մեկը օրենքի մակարդակում նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հետ չի վերցրել։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել նշանակում է իր пассив ընտրական ներողություն, ակտիվ ընտրական իրավունքը կարողանալ իրականացնել։ Սա ամենամեծ խախտումն է։ Եվ երկրորդ տեղում ես ուզում եմ նշել նաև այն 3 ընտրատեղամասերի մարդիկ, որոնք շուրջ 3400 են, որոնց ձայները ուղղակի վերցրեցին եւ զրոյացրեցին, սա եւս էական նշանակություն ունեցավ, որովհետեւ կուսակցություններից մեկը ըստ էության դուրս մնաց մանդատների բաշխմանը մասնակցելուց։ Պարոն Մխիթարյան, հաճախ են իշխանությունները խոսում, հիշեցնում նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների մասին, ընտրախախտումների մասին, հատկապես վերվում են 1998 թվականին տեղի ունեցած ընտրությունների վրա։ Ես կխնդրեմ նշեք անկախությունից ի վեր ընտրախախտումների մասին անդրադառնաք, ընտրություններին անդրադառնաք,
Նման նախադեպ եղել է, երբ 7 ընդդիմադիրներ, 7 ընդդիմադիր քաղաքական ուժեր դիմում է սահմանադրական դատարանին վիճարկելու ընտրությունների արդյունքը։ Նման նախադեպ եղել է երբևէ։ Երբևէ նման բան չի եղել, եւ սա խոսում է հենց ընտրությունների արդյունքների եւ այն կեղծիքների մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել արդյունքների վրա, իսկ ովքեր ուզում են այսօրվա 21-րդ դարի 20-ական թվականների ընտրությունները համեմատել օրինակ 90-ական թվականների հետ, ես մի պատասխան նրանց կտամ։ Արդյոք օրինակ նախորդ դարի 90-ական թվականներին դուք ունեիք արհեստական բանականությունից օգտվելու իրավունք։ Ունեիք թե չէ։ Չունեք։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւս կատարելագործվել է։ Եվ օրինակ լցոնումների հնարավորություն հիմա ըստ էության չի տալիս։ Բայց այն կեղծիքները, որոնք կան հատկապես վարչական ռեսուրսը օգտագործելը, ապօրինի քարոզարշավը, մնացած բաները էական ազդեցություն են ունեցել, սա միանշանակ է։ Ես առիթից օգտվելով ուզում եմ ասել նաև, որ մենք նաև առիթից օգտվելով դուք կարող եք տեսնել այստեղ, որ մենք նաև այստեղ եկել ենք ցուցապաստառներով օժանդակություն մեր բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ընդ որում մենք քաղաքական բանտարկյալների զգալի մասը ծանրակշիռ մեծամասնությունը բանտարկված է ընտրությունների հետ կապված շինծու գործերով եւ դրանցից ակնհայտ մեկը Ավետիք Չալաբյանն է, որի հետ կապված ինչ որ ձայնագրություն է հրապարակվել, դրանից անցել է մի ամիս, հետո նրանք մտածել են ինչ անենք, որ Չալաբյանը օրինակ այստեղ չլինի, հասկացաք, բայց չէին մտածում, որ խանգարում որովհետեւ կազմակերպվածության աստիճանն է ավելի մեծ, սահմանադրական դատարանի վրա որոշակի ռեալ իրական ազդեցության հնարավորություն կա եւ բոլոր այն մարդկանց, որոնք հասարակական որոշակի ազդեցություն ունեն, նրանց մեկուսացնելը դարձել է օրվա իշխանությունների թիվ 1 խնդիրը։ Հիմա նստած նայում են ցուցակով, գուցե եւ բանը տեսա կամերաներով հիմա ինձ են նայում եւ հաշվում են մեզ, թե ում կարելի է մեկուսացնել, որպեսզի հնարավորություն չունենան ժողովրդի կարծիքի վրա ազդեցություն ունենալու, բայց նրանց ի պատասխան ուղիղ ասում եմ, ուրեմն մեկ հոգու ձերբակալել կամ կալանավորելը տասնյակ անգամ մեծացնելու է մարդկանց թիվը։ Սա հիշեք եւ ավելի լավ է դադարեցնեք։